Պարոն Փաշինյան, ուզում եմ Արցախից էլի տեղահանվածների մասին դուք նոր էլ ասացիք, խուսափում եք բռնի տեղահանված տերմինից, բռնի տեղահանված են թե չէ։ Տեսեք, երբ որ ընդդիմությունը խոսում է Արցախյան պատերազմի մասին, վերանանք այն տրամաբանությունից պարտությունը գցել են Փաշինյանի գրպանը եւ այլն, չի ասում, չէ, որ Ալիևն է մեղավոր։ Հիմա դուք չեք ասում, որ ինչ որ Ալիևը մեղք ունի, որ արցախցիները բռնի տեղահանվել են։ Լավ, այդ Ալիևը հեչ մեղք չունի, այդ արցախցիներն էլ այդպես փախան, ոչ մի բան չի արի, ագրեսոր չի եւ այլն։ Սա մեկ հարց եւ երկրորդը, պարոն Փաշինյան, դուք մարտահրավերներ եք նետում ընդդիմադիր ուժերին, ուժեղի հետ կապված ուժեղ են եւ այլն, ինչ որ առաջադրանքներ եք ասում։ Հիմա եթե դուք այդքան ուժեղ եք, կարող եք ասել այդ որ երկրի, որ մայրաքաղաքում ու որ մայրաքաղաքի, որ հրապարակում եք հայտարարում, գոչում, միացում եւ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Շնորհակալություն։ Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է եւ ես ուժը ստանում եմ այդտեղից եւ դա քաղաքական եւ պետական ուժ է։ Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին, գիտեք ինչ, ես էլի քիչ առաջ ձեր հարցին պատասխանեցի, ձեր հարցին չէ, բայց ձեր բովանդակությանը, ասենք շատ լավ, ուր են գնում այդ ճանապարհով։ Էթնիկ զտում, ցեղասպանություն, եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ Հարգելի Ամալիա, մենք ձեզ լսում ենք։ Հարգելի Ամալիա, չընդհատեք։ Եվ ես չեմ ասել եւ չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել։ Դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես Ղարաբաղի ժողովրդին որևէ բանում ոչ մեղադրել եմ, ոչ մեղադրում եմ, ոչ էլ կամ մեղադրեմ։ Ընդհանրապես ոչ Հայաստանի, ոչ էլ Ղարաբաղի ժողովրդին, ընդհանրապես որևէ քաղաքական ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը, այդ կներեք անհեթեթություն է։ Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել։ Առավել ևս Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են։ Այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեն ինչ ասես ասում են։ Կներեք, բայց ես դա չեմ հասկանում, ասենք դա քաղաքական ինչ որ առումով տգիտություն է։ Եթե այդ մարդիկ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, հետո էլ ասում են մենք ընտրություններում հաղթելու ենք։ Պատկերացնում եք դրան, ժողովրդի մասին, ընտրողների մասին ինչ ասես ասում են, վերջին բառերով։ Հետո ասում են մենք հեսա գալու ենք ընտրությունները հաղթելու ենք։ Դե սա ինչ է, եթե ոչ քաղաքական տգիտություն։ Շնորհակալություն ձեր հարցի համար, հաջորդը Փալյա։ Ոչ, մենակ դուք եք ուժեղ ամեն ինչից։ Ես էլ ասում եմ, ես հայտարարել եմ, որ ես ուժեղ եմ։ Ես չեմ հայտարարել, որ ես ուժեղ եմ։ Ով որ հայտարարել է, որ ուժեղ է, ասում եմ շատ լավ, հայտարարեք, ապացուցեք, որ ուժեղ եք։ Ես ասել եմ։ Գիտեմ, բայց դրա համար եմ ասում դուք եք ուժեղ։ Ես հայտարարում եմ, որ ես լեգիտիմ եմ։ Դրանից ավելի մեծ ուժ չկա եւ չի կարող լինել։ Եվ այդ ուժը ձերոնք չեն ունեցել, չունեն եւ չեն էլ ունենա։ Ստեղ է խնդիրը։